Ճանապարհաշինական ոլորտին հատկացվել է 112.7 միլիարդ դրամ, փաստացի ծախսվել է 106.4 միլիարդ դրամ։ Կատարողականը կազմել է 83.8%։ Եթե համեմատենք 2023 թվականի ցուցանիշի հետ, ապա պիտի արձանագրեմ, որ շուրջ 5 միլիարդ դրամ ավել ենք ծախսել կամ ծախսը ավելացել է 5%-ով։ Ծրագրի խոշոր միջոցառումներից են պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագիրը, որով փաստացի ծախսը կազմել է 52.7 միլիարդ դրամ կամ պլանավորածի 92.6%-ը, որի շրջանակներում իրականացվել են շուրջ 333 կիլոմետր ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, որից 119 կիլոմետր միջպետական, 109 կիլոմետր մարզային եւ 105 կիլոմետր հանրապետական նշանակության։ Ուրեմն պիտի ասեմ, որ 43 ճանապարհահատվածների գծով նախագծման աշխատանքներ են իրականացվել հաշվետու ժամանակահատվածում։ Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման գծով փաստացի ծախսը կազմել է 5.6 միլիարդ դրամ, պլանավորածի 93.7%-ը, որի շրջանակներում իրականացվել են 123 կիլոմետր ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ։ Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման գծով փաստացի ծախսը կազմել է 1.5 միլիարդ դրամ կամ պլանավորածի 86.3%-ը, որի շրջանակներում իրականացվել են 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ։ Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոճանապարհների փաստացի պահպանման գծով ծախսը կազմել է 8.8 միլիարդ դրամ կամ պլանավորածի 92%-ը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցում իրականացվել են ամառային եւ ձմեռային պահպանման աշխատանքներ, առանձին պահպանման հանձնվող 3 թունելների, 5 կամուրջների շահագործմանն ուղղված միջոցառումներ, 805 կիլոմետր մետաղական արգելափակոսների պահպանման եւ վերականգնման, շուրջ 550,000 քառակուսի մետր գծանշման աշխատանքներ, տեղադրվել են 121 կիլոմետր մետաղական արգելափակոսներ, 9500 հատ ճանապարհային նշան։ Անդրադառնամ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին, պիտի ասեմ, որ հաշվետու տարվա ընթացքում աշտարակ Թալին շուրջ 42 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածից կառուցվել է 13 կիլոմետր ճանապարհահատվածը։ Թալին Լանջիկ ճանապարհահատվածի 18.7 կիլոմետր երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքներն ավարտված են, ընթանում են թերությունների վերացման աշխատանքները։ Լանջիկ Գյումրի հատվածի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, ընթանում են ճանապարհի կահավորման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ 2024 թվականին կառուցվել է Լանջիկ Գյումրի հատվածի 20 կիլոմետր հիմնական եւ 5 կիլոմետր հանգույցներ եւ մոտեցող ճանապարհներ։ Սիսիան Քաջարան շուրջ 60 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհահատվածի, այդ թվում 4.7 կիլոմետր ընդհանուր երկարությամբ թունելի, 27 կամուրջների եւ 12 կիլոմետր ընդհանուր երկարությամբ թվով 9 թունելների կառուցումը բաժանվել է հետևյալ 3 ենթահատվածների։ Հյուսիսային ենթահատված 27.1 կիլոմետր, որտեղ այս պահին իրականացվում են շինարարական աշխատանքներ, Բարգուշատի թունելի ենթահատված 8.65 կիլոմետր երկարությամբ եւ հարավային ենթահատված 24.2 կիլոմետր երկարությամբ։ Քաջարանի 7.2 կիլոմետր երկարությամբ թունելի Ուրեմն մրցույթային աշխատանքներն այժմ ընթանում են, աշխատանքները նախատեսված է սկսել 2025 թվականին եւ ավարտել 2032 թվականին։ Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ճանապարհի վերակառուցում, ինչպես նաեւ կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 էստակադա, 920 մետր երկարությամբ 2 նոր թունել, 17 կամուրջ։ Այս հատվածի շինարարությունը այժմ ընթանում է, նախատեսված է ավարտել 2027 թվականին։ Տարածքային կառավարման ոլորտի գծով փաստացի ծախսային 8 ծրագրերում ընդգրկված են 54 միջոցառումներ։ Այդ միջոցառումների իրականացման համար 2024 թվականին պետական բյուջեով փաստացի ծախսը կազմել է 136.4 միլիարդ դրամ կամ նախատեսվածի 95.2%-ը։ Ոլորտի ամենախոշոր ծրագիրը կազմում է տարածքային կառավարման ոլորտի 93.8%-ը, դա տարածքային զարգացում ծրագիրն է, որի շրջանակներում իրականացվել են թվով 12 միջոցառումներ, որոնց համար 2024 թվականի պետական բյուջեում նախատեսվել է 129.1 միլիարդ դրամ, փաստացի ծախսվել է 127.9 միլիարդ դրամ կամ նախատեսվածի
99.1%-ը։ Ընդ որում նախորդ տարվա համեմատ ծրագրի գծով ծախսերը փաստացի աճել են 11.6%-ով կամ 13.3 միլիարդ դրամով։ Ծրագրի ներքո գործող կարևոր միջոցառումներից են ֆինանսական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին միջոցառումը, որը նախատեսում է ֆինանսական համահարթեսման սկզբունքով 71 համայնքներին հատկացվող դոտացիաներ։ 2024 թվականին այս ծախսային տողով ծախսը կազմել է 85.3 միլիարդ դրամ կամ 100%։ Ընդ որում 2024 թվականին առաջին անգամ բարելավվել են ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում կիրառվող մեխանիզմները, որոնք միտված են եղել տարբեր ֆինանսական կարողություն ունեցող համայնքների միջև բևեռացման մեղմանը։ Առաջին անգամ պիտի ասեմ, որ 2025 թվականին հատկացվող դոտացիայի չափը կազմել է 98.2 միլիարդ դրամ, որը հաշվետու տարվա համեմատ արդեն ավել է 12.9 միլիարդ դրամով կամ 15.1%-ով, իսկ 2023 թվականի համեմատ 28.5 միլիարդ դրամով։ Իսկ արդեն 2026 թվականին հատկացվելիք դոտացիայի չափը կկազմի 107.8 միլիարդ դրամ, որը 2023 թվականի համեմատ ավել կլինի 38.1 միլիարդ դրամով կամ 54.6%-ով։ Հաշվետու տարում առաջին անգամ բյուջետավորվել են 82 սահմանամերձ բնակավայրերի անվտանգային ծախսերը կատարելու նպատակով յուրաքանչյուր համայնքին հատկացվել է լրացուցիչ 5 միլիոն դրամ հատկացում, ազգային փոքրամասնությունների էթնիկ 8 համայնքներից յուրաքանչյուրին հատկացվել է 50 միլիոն դրամ, Աբովյանում, Արմավիրում, Աշտարակում ու Ջերմուկում հաջողությամբ իրականացվել է մասնակցային բյուջետավորման ծրագիրը։ 2.8 միլիարդ դրամ է ուղղվել համայնքներում հրատապ լուծում պահանջող ծրագրերի իրականացմանը, 1 միլիարդ դրամ սահմանամերձ բնակավայրերին գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, ծախսի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման նպատակով։ Լոռու եւ Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին ֆինանսական աջակցության համար հատկացվել է 1.3 միլիարդ դրամ, որը գրեթե ամբողջությամբ ծախսվել է։ Այս գումարով փոխհատուցում է տրվել 270 բնակարանների եւ բնակելի տների վերանորոգման, ինչպես նաեւ 200 վնասված տրանսպորտային միջոցների համար։ Հայաստանի Հանրապետության համայնքներին սուբվենցիաների տրամադրում ենթակառուցվածքների զարգացման ուղղված միջոցառման արդյունքում 409 ծրագիր է իրականացվել, որով նախատեսվել է 31.8 միլիարդ դրամ փաստացի հատկացում, փաստացի ծախսը կազմել է 31 միլիարդ դրամ կամ նախատեսվածի 97.4%։ 2024 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես համայնքներում փողոցի ասֆալտապատմանը շուրջ 210 կիլոմետր, սալարկում 36 կիլոմետր, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի կառուցում 390 կիլոմետր, ոռոգման համակարգերի կառուցում եւ հիմնանորոգում շուրջ 150 կիլոմետր, փողոցային լուսավորության համակարգի կառուցում եւ նորոգում 245 կիլոմետր, բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցում 200 կիլոմետր, 83 մանկապարտեզների կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում եւ գույքի ձեռքբերում։ Արդյունքում հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է ընդհանուր առմամբ 57.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիրեր, որից 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է 31 միլիարդ դրամ, համայնքների համաֆինանսավորումը 24.5 միլիարդ դրամ, եւս 1.6 միլիարդ դրամ այլ ներդրողների մասնակցությամբ։ Անդրադառնամ ջրային ոլորտին։ Ջրային ոլորտին 2024 թվականին հատկացվել է 32.2 միլիարդ դրամ, որից 17.2 միլիարդ դրամը կապիտալ բնույթի ծախսերն են։ Փաստացի ծախսը կազմել է հաշվետու տարում 29.7 միլիարդ դրամ կամ 92.4%, որից 15.3 միլիարդ դրամը կրկին կապիտալ բնույթի ծախսերն են։ Մասնավորապես ոռոգման համակարգի առողջացում ծրագրի իրականացման համար 2024 թվականի պետբյուջեում նախատեսվել է 17.4 միլիարդ դրամ, որից 6.5 միլիարդ դրամը կապիտալ բնույթի ծախսերն են։ Փաստացի ծախսը կազմել է 16 միլիարդ դրամ կամ 92.3%, որից 5.6 միլիարդ դրամը կրկին կապիտալ բնույթի ծախսերն են։ Մասնավորապես ավարտվել են Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման վարկային ծրագրի շրջանակներում
Վեդի եւ Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների եւ ջրի փոխադրման համակարգի Վեդու ջրամբարի ոռոգման ջրանցքից սկսվող ընդհանուր 36.2 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգի եւ 10.5 կիլոմետր երկարությամբ փոխադրման համակարգի կառուցման աշխատանքները։ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման վարկային ծրագրի շրջանակներում 2024 թվականին փաստացի ծախսը կազմել է 2 միլիարդ դրամ։ Սա պլանավորածի 98%-ն է։ Ինչպես նախորդիվ ներկայացրի, օրացիային գրաֆիկի շեղումներով պայմանավորված ընթանում են Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքները, ավարտվել են 5 մայր ջրանցքների 16.1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքները։ Անդրադառնամ փոքր եւ միջին ջրամբարաշինական ծրագրի ընթացքին։ Եվ այսպես նախագծված 5-ից 2-ի մասով տեխնիկական եւ բնապահպանական փորձաքննության գործընթացներն ավարտվել են, առաջիկայում կմեկնարկեն շինարարական աշխատանքների մրցույթային գործընթացները, եւս 3-ի մասով ներկայացվել են համալիր փորձաքննության, այս պահին աշխատանքները ընթացքի մեջ են։ Ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի բարելավում ծրագրի շրջանակներում 2024 թվականին փաստացի ծախսը կազմել է 11.1 միլիարդ դրամ։ Սա տարեսկզբին պլանավորածի 91.7%-ն է։ Գերմանական KfW բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման երրորդ փուլով նախատեսված 5.3 միլիարդ դրամից օգտագործվել է 98.5%-ը։ Ծրագրի շրջանակներում շարունակվել են եւ մեծ մասամբ ավարտվել են 6 մարզերի 47 բնակավայրերում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքները։ Շուրջ 1 միլիարդ դրամ է հատկացվել Արփասեվան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավման միջոցառմանը, որն ամբողջությամբ կատարվել է։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։